բացահայտում է այս հրեական կեղծ առասպելների եւ մարդկանց կեղծ ուսմունքների մասին, ասելով ամեն ինչ մաքուր է խշմտանքով, մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհավատների համար ոչ մի բան մաքուր չէ։ Ինչ է սա նշանակում սիրել։ Գիտեք, հрьяաների մոտ, հատկապես փարիսեցիների մոտ ինչ կար, որ այս ուտելիքը պետք է ուտես, սա չպիտի ուտես։ Երբ որ մի օր առիթ լինի հայտնվեք Իսրայելում, հատկապես Գալիլեան, որտեղ որ սկսվում է Հորդանան գետի ակունքը, ամենամաքուր զուլալ տեղն է, շատ որ նայում ես հատակը ջրի երևում է, այնտեղ շատ մեծ ձկներ կան։ Շատ մեծ։ Ոչ ոք չի ուտում հрьяաներից, որովհետև թեփուկ չունի։ Եթե ձուկը թեփուկ չունի, ուրեմն չարից է, սատանա։ Այդ ուտելիքը չի կարող ուտել։ Հիշում եք տայները, երբ որ կոկորդիլոս բերեցին Հայաստան, մի վայնասուն, մի աստվածաշնչային քննարկում, բոլորը դարան աստվածաբաններ, կարելի է ուտել, կարելի է չուտել։ Ուրեմն 5 կտակարանի մեջ ինչքան օրենքներ որ կան գրված ուտելիքների կամ ինչերի հետ կապված, սա վերաբերում է միայն հрьяաներին։ Դա մեր հետ կապ չունի։ Ամեն ինչ կարող ես ուտել։ Հիշում եք Պետրոս Սարաքյալի տեսիլքը, երբ որ ասում աղոթում է 3-րդ ժամին տեսիլք ունեցավ, մի մեծ սեղան էր դրված, վրան ամեն ինչ կար, ես ասացի Տեր, ես հрья ինչպես կարող եմ ուտել, Տերն ասում է, երբ որ մի բան ես սրբել եմ, դու իրավունք չունես այն հարամ համարելու։ Ուզում ես կեր, ուզում ես մի կեր։ Պողոս Սարաքյանն ասում է, թող ուտողը չուտողին չդատի, չուտողն էլ թող ուտողին չդատի։ Ուրեմն ինչ է սա կարևոր մեզ համար։ Տեսեք, ասում է նորից կարդամ առաջին տողը, ասում է ամեն ինչ մաքուր է խշմտանքով, մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհավատների համար ամեն ինչ պիղծ է։ Երբ որ մարդը ներսից ինքը պիղծ է, իր համար ամեն ինչ պիղծ է։ Այստեղ հատկապես հարցը վերաբերում է կերակրին։ Հիմա տեսեք, երկրորդ հատվածը, որ ինչին է, նույնիսկ ամուսնության է։ Երբ որ սա նյութական է, սիրելիներ, եղավ ժամանակ, որ գնոստիկյան աղանդը առաջացավ, իրենց համար ամեն ինչ նյութական մեղք էր, եւ իրենք հասան այն ծայրահեղության, որ ասացին, որ ամուսնությունն էլ է մեղք։ Չպիտի ամուսնանաս։ Մեղք է դա։ Եվ ուտելը, եւ ամուսնանալը, եւ այսպեսի լիքը բաներ, ուրեմն երբ որ մեկը ներսից պիղծ է, Հիսուսի խոսքը ինչ ասում է, ինչ որ դուք ուտում եք, ինչ որ մտնում է ձեր ներսը, դա չի կարող ձեզ պղծել, այլ ինչ որ դուրս է գալիս ձեր ներսից, դա է ձեզ պղծում։ Դուք ուտում եք, սա գրում է որովայն եւ դուրս է գալիս, բայց ինչ որ գալիս է, քո սրտից է գալիս, ասում է հայոյություն, անեշ, չարախոսություն, այս բաները ձեր ներսից է գալիս, սա է ձեզ պղծում, ոչ թե ուտելիքը։ Ոչ թե ուտելիքն է մեզ պղծում։ Եվ ցավոք սրտի այսօր մարդիկ այս կեղծավորության մեջ են։ Մինչև այսօր մարդիկ կան, հрьяաները Իսրայելում մինչև այսօր արգելված է խոզ պահել։ Չի կարող Իսրայելում խոզի ոտը գետնին կպնի։ Խոզի միշտ չկա այնտեղ։ Որոշակի սառեցված քանակության բերում են Քրիստ։ Արգելված է դեր։ Մինչև այսօր մուսուլմանների մոտ այդ նույն բանը կա, խոզի պահել։ Կամ նույնը նապաստակ է։ Այսօր որ ասում ես նապաստակ ուտելը մեղք է թե մեղք չէ, մարդ ուզում ես կեր։ Հիմա որ ասեմ մեղք չի պիտի ուտես։ Եթե դու այդքան պահող ես, ինչ ես անում։ Որովհետև տեսեք, սա մոլեռանդություն է։